Բարև ձեզ ելի հայրենակիցներ, եթերում մեր ամենշաբաթյա իրավունք և պահանջատիրություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր հյուրը մեր սիրելի Էմման է Գյումրիից, մեր պատմության դասատուն, որի մենք շատ սիրով միշտ հյուրընկալում ենք մեր հաղորդումներում և նրա սպասվածությունը միշտ մեր լսարանի համար ակնհայտ է։ Սիրելի Էմմա ջան, ոնց ես նախորդ տրամադրությունից։ Ողջույն, բոլոր նրանց, ովքեր այս պահին մեզ հետ են, ողջույն իմ սիրելի հայրենակիցներ, լավ եմ, օրվա հետ փորձում ենք։ Ես լավ հիշում եմ, այս վերջի իմ Հայաստան այցի ժամանակ Քարոզ Արշավի շրջանակներում մենք հաճախ ենք հանդիպում, շփումը շատ էր և ինչպես միշտ մեր Էմման միշտ խանդավառ տեսքով, ոգեղեն իր խոսքով առաջնորդներից մեկն էր և այդ իրադրական արդյունքը անպայման բերում էր մեր Քարոզ Արշավին։ Էմմա ջան, այսօր ես առաջարկում եմ մենք անդրադառնանք մի քիչ անցյալին պատմությանը, թե ինչ պատմական ակնարկներ կան մեր այսօրվա իրականության հետ, ինչ զուգահեռներ կարանք անցկացնենք, ինչքան ենք մենք պատմությունից դասեր քաղում, որքանով է մեր ժողովրդին հատուկ պատմության դասերը սերտ է, թե մենք ցավոք սրտի միշտ մնում ենք տենց ախրատ Մաշտոցի պատգամին անհավատարիմ, մի խոսքով էս է լինելու հիմնական բանը, այս խորագրով ենք հաղորդումը կազմակերպել, բայց սկսենք նախ նրանից, թե հիմա ինչ վիճակում է Հայաստանում ու դրանից ելնելով արդեն գնանք դեպի անցյալ, զուգահեռները անցյալի հետ կապենք։ Շատ ուրախ եմ, որ այս հարթակում եմ գտնվում և հնարավորություն ունեմ այդ հարցերի շուրջ զրուցելու։ Ընդհանրապես պատմությունը շատ հետաքրքիր գործոն է, ինքը կարող է լապտեր լինել շատերի համար, ովքեր կարողանում են պատմությունից սովորել, ոչ թե պատմություն սովորել, որովհետև թվերը և փաստերը դրանք պատմություն չեն։ Պետք է մենք կարողանանք դրանց միջոցով վերհանել պատմական մտածողություն, որպեսզի պատմությունը չկրկնվի, կրկնվում է, երբ որ մենք այո դրանից դասեր չենք քաղում, և այսօր երբ հարցը դու ուղղում ես, Սարա ջան, ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում մեր Հայաստանի ներքաղաքական կյանքում, աշխարհում, պատահական չէ, որ մենք հիմա գտնվում ենք այնպիսի սահմանակգծին, երբ որ տարբեր մշակույթների բախում է, սովետական ռեալիզմի, այսպես կարելի է ասել, անկում, որը դեռ չի հեռացել, և նոր ժամանակաշրջանի 4-րդ արդյունաբերական սերնդի շունչը, և իրոք ամեն ինչ կրկնվում է, ու այդ նախադեպերը էլի եղել է, և եթե մենք կարողանանք այս պահից օգտվել, սա մի պատուհան է, կարծես, որ մեզ ընձեռում է հնարավորություն, ամեն մի փոփոխություն հնի կործանում է, նորի ստեղծում, հինը պիտի անպայման կործանվեն, նույնիսկ ճուտիկը, որ դուրս է գալիս, այդ ձուն կոտրում է, ինքը նոր է դուրս գալիս, հինը անպայման կործանվում է և նորը ստեղծվում է, և այդ ամենը այդ պրոցեսը պատմություն է։ Կամ եթե ինչ-որ պտուղ ես ուզում ստանալ, կորիզը անպայման պետք է դենց հողի մեջ, այդ զոհաբերես այդ մի կորիզը, որպեսզի հետո նոր ծառ ստանաս։ Եվ խնամես, և հետևես, և նպատակ ունենաս։ Այսինքն, եթե մենք ունենք նպատակ այսօր, ուրեմն կամքի ուժը միշտ լինում է։ Եթե դու գիտես ինչու ապրել, ամեն ինչպեսի դիմանում ես, և ամենակարևորը այդ քո ասած ոգի կոչվածն է, որ մենք մեր մեջ կրում ենք, հանկարծ դա չխաթարվի, դա չկոտրվի, և մենք հիմա այս ալիքվող, այս փոթորկուն օվկիանոսում մենք մեր ձայնը պիտի անպայման չմոռանանք, անկախ նրանից, թե ինչ մարտահրավերներ կան, երբ որ դու կաս, դու կարող ես այդ մարտահրավերներին դիմակայել, հաստատ կարող ես։ Մենք մեզանով ենք նայում, մեր տեսանկյունից է աշխարհը,
մեր տեսանկյունը, ինչ է կատարվում մեր մեջ, մենք այդպես էլ տեսնում ենք, այսօր դու ոգեղեն ես, քեզ թվում է, որ այդ ոգի կոչվածը հաղթելու է, այսօր դու ասենք հիասթափված ես, անտարբեր ես, հոգեբանական ինչ-որ ապաթիա է սկսվում մարդկանց մոտ, քեզ թվում է, թե բոլորի մոտ է դա, հենց մեզանից պիտի սկսել, հենց ինքներս մեզանից պիտի սկսենք և այդ մի փոքր կատիլը նույնիսկ կարող է շատ որոշակի լինել, դա մեծ ազդեցություն կարող է ունենալ։ Էմմա ջան, մի հատ հաշվով քանի որ խոսք գնաց, տեղին եմ համարում, քեզ հատ հարցնեմ հիմա Հայաստանում տրամադրությունները ոնց են ժողովրդի մոտ ես, մանավանդ գիտենք շատերի մոտ սպասումները ավելի մեծ էին ընտրություններից, բայց բոլորովին չստացվեց այն ինչ որ ակնկալում էինք, հիմա վհատություն կա ժողովրդի մոտ, թե այնուամենայնիվ ենթադրում են, որ սենց մի բան լինելու է ու համակերպվել, ինչ վիճակ է էլի, ասենք ժողովուրդը կանը, որտեղ մեր համար ազգային ժողովրդարական բևեռը, ինչպես միշտ մենք մեր գաղափարախոսությամբ, մեր քաղաքական հայացքներով առաջնորդվել ենք, մեր հիմքը միշտ ժողովուրդն է, ժողովրդի գործոնը շատ ենք մենք կարևորել միշտ, դրա համար եմ այդ հարցը տալիս, ժողովուրդը ինչ վիճակում է հիմա, այդ քո ասած ապաթիան կա, թե ինչ վիճակ է հիմա, մանավանդ դու այնպես ոլորտում ես աշխատում, որ թե երեխաների հետ շփումը, թե ծնողների հետ շփումը քեզ կողմից գնահատականը շատ կարևոր է։ Բնականաբար ժողովուրդը շատ հույսեր ուներ և այս պահին ես զգում եմ, որ իրենք այն մունքի ճիճը կա, հա, այսպես թվում է, թե իրենք ճճում են, բայց ձայնը չի լսվում։ Այո, ժողովուրդը դա այն հիմքն է, որի վրա նույնիսկ մեր պատմության մեջ շատ առաջնորդներ հենց դրա վրա են հենվում։ Ես վերջերս ներկայացնում էի Արտաշեսյան ժամանակաշրջան, պիտի ասենք, թե քանի 100 տարի առաջ էր, չէ, բայց էլի նույն մերձավոր արևելքը փոթորկում, էլի նոր աշխարհակարգ էր հաստատվում և մենք օգտվեցինք դրանից ու հենց ժողովուրդը դարձավ այդ հիմքը ու առաջին բարեփոխումը, որ դա անում են, դա միավորիչն էր, համազգային միավորումներ և տեսեք ազգային ժողովրդավարական բևեռը, ինչու է ինքը միշտ մնում, չի հանձնվում, որտև այդ գաղափարը շատ կայուն է, այն սպարտացիների պես կա մի կորիզ, որ բոլոր արհավիրքներին ինքը դիմանում է և պատրաստ է նորից իր առաքելությունը կատարելու, այսինքն ժողովրդի մտքի մեջ այդ առողջ հատիկը, ինձ էր ասած սերմը, ցորենի հատիկը, եթե մենք դնում ենք, վստահ լինելով, որ պիտի խնամենք ու օրերից մի օր դա հասկ է տալու։ Այսօր ժողովուրդը սպասողական այդ վիճակը, այդ հոգեբանական վիճակը իրոք ապաթիայի մեջ է ինքը։ Մի տեսակ թվում է անտարբեր, դա թվում է, որովհետև արտաքուստ դու ժամանակ պաշտպանություն կա, հա, բնաստ կա, որ դու ինքնապաշտպանական բնաստ ունես, ինչ որ պա լռում ես, բայց այդ լռությունը ճիճ է, որի ձայնը չես լսում։ Դա պորտկալու է, դա լինելու է, ուղղակի չգիտես ինչի ժողովուրդը այն դանակը ոսկորին պետք է հասնի, այդ ցավը, չէ որ անդադ մանիպուլյացիա է գնում, երևի միակ ուժը ազգային ժողովրդավարական բևեռն է, որը ոչ մի էմոցիոնալ մանիպուլյացիաներ չի անում, որը ժողովրդին ճշմարտությունն է հայտնում, այն ճշմարտության մարտիկներ կան, հա, այն լույսի կողմնակիցներ, որ իրենք այդ լույսը կրած միշտ փորձում են ժողովրդին այդ ճշմարտությունը այն խաբարի մեջ լույս վառել։ Իսկ մեծ մասը այսօր ինֆորմացիոն դաշտը ինչպիսին է, նույնիսկ այն քարտեզը, որ բերում են ժողովրդի ուղեղին, ինչ որ սաման, բայց քարտեզը ինքը քաղաքական մտածողություն է, քարտեզը դա անվտանգային երաշխիք է իրեն մեջ պարունակում, որ դա լոկ քարտեզ չէ, նույնիսկ դրանով փորձում են հաշտեցնել, դասակարգերը, որոնք քարոզի գործիք են դարձրել այդ քարտեզը, կներես որ ընդհատում եմ Էմմա ջան, դա ընդ որում
խորամանկությունը նա է, որ շարունակվում է դեռ ինքը ընտրությունների ընթացքում այդ էլեմենտը օգտագործեց, այդ քարոզի էլեմենտը քարտեզի տեսքով իր այդ բաճկոնի վրա ամրացնելով, ու հիմա էլ չի հանում, հենց մնացել է իր վրա, այսինքն այդ քաղաքականությունը ինքը շարունակվում է, եւ այդ քարոզն է ուզում ամրապնդի հասարակության մեջ, ժողովրդի մեջ, եւ ես միջայլոց, քանի որ ինքը այդ միջոցն է օգտագործում իր քարոզը անցկացնելու համար, ես շատ տեղին եմ համարում երիտասարդ տղա կա, որ պատմական Հայաստանի քարտեզներն է տարածում ժողովրդի մեջ, տեսած կլնես, եւ ինքը որ իր կողմից այդ պայքարի ուրույցն է այդ շարունակում, եթե դու չես դադարել քո ապազգային քարոզը, մենք էլ չենք դադարելու ազգային քարոզը, ազգային արժեքների ինչ որ հայրենիքին, հայ ժողովրդին ազգային շահերից է բխում, չենք դադարելու այդ քարոզը շարունակելը, եւ դա ողջունելի է իհարկե։ Այսօր օրինակ փիլիսոփայության մեջ սենսուալիզմ կա, որը զգայական խաբեությունների մասին է խոսում, որ հրապարակի կուք կա, այսինքն դու ճշմարտությունից շեղում ես, երբ որ լսում ես, ինչ ես լսում, տեսեք ժողովուրդը ունի նաև ներքին ձայն, ինքը պատրաստ է պորտկալու, մենք այդ աստեղային պահերը բաց ենք թողնում, այսինքն կային որոշ ուժեր, որոնք ընտրությունների ժամանակ շատ աշխուժ վստահ հանդես են գալիս եւ ժողովուրդը վերջապես ինքն էլ առաջնորդ է փնտրում, ժողովուրդը անպայման պիտի առաջնորդ ունենա, առանց առաջնորդի պատահական չէ, որ միշտ խփում են գլխին, որ ժողովրդին գլխատ է, այսինքն այն էլիտան, այն առաջնորդը, որը իրեն պիտի առաջնորդի, իրական առաջնորդներին հետապնդումների են ենթարկում, որպեսզի հետևորդները վախից այլևս լուռ մնան, բայց ես էլ եմ կրկնում, այն ինչ որ կատարվում է այսօր ժողովրդի մեջ, այն որ դեռ լավան չի ժայթքել, բայց պրոցես է տեղի ունենում, որովհետև չկա մի հայ, որ ասենք իր հոգու խորքում այդ երազանքը չփայփայի, բայց երբ որ ինքը խոսում է, դա գալիս է ինչից, հենց մեր էլիտայի, քաղաքական էլիտայի բացակայությունից, որ լինի այն առաջնորդը, որ իրենք կարողանան վստահաբար գնալ, իսկ ազգային ժողովրդավարական բևեռը ինքը մտքի սերմնացան է, շատ-շատերը արդեն, ես ճիշտ ասած զարմացա մի պահ, որ ընտրություններով են որոշում ինչ-որ քաղաքական ուժի ազդեցություն, դա իմ կողմից տրամաբանական սխալ է շատ, այդպես նայել, թե քանի հոգի են քվե տվել, բևեռը մեծ ազդեցություն ունի, բևեռի միտքը այսօր այսպես խմորվել է ու արդեն շատ մարդկանց մոտ գիտակցություն է դարձել, վաղ թե ուշ Շատերի մոտ արդեն քաղաքական գործիքներ այդ գործիքների է վերածվել, մեր գաղափարները իրանք են արդեն օգտագործում, իրանց քաղաքական շահերը, դիվիդենդները բանանելու համար, ավելացնելու համար։ Կրթության գործոնը այսօր շատ կարևոր է, մենք պիտի կարողանանք կրթել, չդադարենք երբեք, անկախ նրանից ես դպրոցում եմ աշխատում, թե ոչ, պիտի մենք ով տիրապետում է, կռահում է, թե ինչ է կատարվելու, ինքը պարտավոր է այդ ճշմարտությունը ասել եւ այստեղ նաեւ կրթության պակասը կա, որ մարդկանց հրամցնում են կես ճշմարտություն, ասենք ասում են, տեսեք Իրանի հետ գազ, էներգետիկա, բայց ասենք դրա օգուտը կլինի, եթե մենք ազգային իշխանություն լինենք եւ ասենք Իրանը իր հյուսիսային շրջանների մասին է մտածում, որ գազ չի կարող հասցնել եւ գազը մեզ տալով էներգիայի է փոխանցվում ու իրենք դա հրամցնում են ժողովրդի մեծ մասին, որ ժողովուրդը չի պատկերացնում, ինքը չի գնում խորքը, ինքը հրապարակի կուրկն է, ինչ որ լսելով, ոչ թե ինքն է ուսումնասիրում, բայց գոնե 1% կձևավորվի, որ կհասկանա, թե մենք ինչ վտանգի առաջ ենք, որ այդ փոթորկյուն օվկիանոսում դու շատ լավ նավապետ պիտի ունենաս,
եւ քո նավը պիտի ունենա իր ուղղությունը, ուր է գնում, ինչ է անում։ Այսօր մեր տարածած միտքը բևերի, որով նաև մենք ենք կրթվել կոնկրետի շատ եմ կրթվել քաղաքական այդ կրթությունը ստանում եմ բևերի շարքերում, իհարկե ամենամեծ գործոնը ես չեմ դադարում ասել վստահությունն է մեր առաջնորդները, ես վստահում եմ իրենց, վստահում եմ։ Այո, դե համար տեղին է հիմա հիշել, քանի որ դու ճառաչել ասեցիր, բանը ժողովուրդը պետք է առաջնորդ ունենա, որովհետև պատահական չի, որ հենց առաջնորդներին են շարքից հանում, մեր պարագայում էլ կոնկրետ զուգահեռական կարանք տանենք Սասնա Ծռերին, Վարուժան Ավետիսյանին բանտարկելով փորձեցին մեզ գլխատել, ճակերտավոր ասած, բայց բնականաբար ազգային ժողովրդական բևերը պայծառ ուղեղներով հարուստ է եւ մենք պատվով կարծում եմ այս դժվարություններն կհաղթահարենք, մինչեւ որ Սասնա Ծռերը բանտից կազատվեն։ Չանցնվող իսակ են իրեն։ Այո։ Էմա ջան, ես գիտեմ, որ դու էլ խնդիրներ ունես, քեզ ինչ որ նույնպես փորձել է պետական ապարատը ինչ որ լծակներ իրարի քեզ ճնշելու համար բնականաբար չի հաջողվել։ Ես ուզեմ, որ մեր լսարանին պատմես մանրամասնես քեզ կապած դեպքը, որովհետև սա շատ կարևոր է ինչ առումով, որ վառ խոսուն օրինակ է, որ նույնիսկ ոչ շատ ծանրակշիռ քաղաքական պաշտոն կամ որ դերակատարում ունեցող մարդուն, որը սակայն այլ հայացքներ քաղաքական դաշտում չեն շրջանցում եւ բոլորին անդրադառնում են հատ եւ ինչու է սա նաեւ կարեւոր, որ ազգային ժողովրդական բևեռը բոլոր իր ներկայացուցիչներով վտանգ է սպառնում եւ հենց այդ է պատճառը, որ բոլորին կանդրադառնան ոչ մեկին չեն շրջանցի եւ նաեւ կարեւոր է, որ ժողովուրդը իմանա, որ այսպիսի բաներ կան, այսինքն հալածվում են ոչ միայն Սասնա Ծռերը, ովքեր որ բանտում են, այլ ես օրինակ անունը չեմ տա հիմա, քարոզարշավի ընթացքում էլի մեր աջակիցների, մեր ընկերների հետ որ շփվում էի, մարդիկ ասում են գործից ինձ հեռացրել են, որտեղից 20 տարի աշխատել եմ, այն զուտ այն բանի պատճառով, որ ես ազգային ժողովրդական բևեռի հետևորդ եմ։ Հիմա մեր լսարանի, մեր ժողովրդին առհասարակ կարևոր է այս մասին ասելը, որ պատկերացումը թե ինչ ռեժիմի օրոք ենք ապրում, Հայաստանում ինչ ռեժիմ է տիրում, ավելի պատկերավոր լինի։ Խնդրեմ, մի քանի րոպեով ներկայացրեք այդ պատահածը։ Մենք հիմա ապրում ենք մի շրջանում, որ մեր համակարգը ինձ հիշեցնում է օխլոկրատիա, որ ժողովրդավարական, ասենք, խոսույթը կամ ժողովրդավարության բնորոշ դեմոկրատիան, երբ որ մարդը ունի իր միտքը, ինչ որ երևույթ գնահատելու ազատությունը, կարծիք հայտնելու, սա սահմանափակվում է, թեպետև մենք նաև եվրոպական միջազգային կոնվենցիաների ենք միացել, որտեղ մարդու խոսքի, կարծիք հայտնելու, ինչ որ երևույթի քննադատական տալու այդ իրավունքը կա, այսինքն սահմանադրական շատ իրավունքներ, որոնք գրված են, երբ դու փորձում ես կյանքի կոչել, նույնիսկ այն ցույցերը կամ ասենք ինչ որ ակցիաներ սահմանափակվում են օրենքով։ Այստեղ փոխանակ իրավունքի գերակայություն լինի, օրենքի գերակայություն է եւ իշխանությունը ինքը իր լեզակը օգտագործում է, որպեսզի քո համանդրական իրավունքները սահմանափակի։ Ուրեմն այն միտքը, որ ես գրել էի, նույնիսկ անց գունանշած չէր եւ հոգնակի էր, զարմանալին դա էր, որ գրել էի, որ սրիկաներ արտարությունը հաղթելու եւ բոլոր ճեղքիմները պատասխան են տալու եւ իմ դեմ քաղաքացիական վարույթ սկսվեց, Տիգրան Եգորյանն էր,
մեկ անգամ եւս կրկնես, ինչ ես գրել։ Գրել էի սրիկաններ արտարությունը հաղթելու է եւ բոլոր ճգնումները պատասխան են տալու նախ սրիկա եւ գիտես ինչ գրես հիմա ինչի ես պատահական չէ որ ես կրկնել տվեցի որտեղ այստեղ կոնկրետ ոչ մեկի անունը չկա բայց ոնց որ ժողովուրդն է սիրում ասել եթե դու մեղավոր ես ինչի քո վրա պատրաստում ինչ ես ինքդ ընդունում որ դա քեզ այո աշխարհում է կապ իրանք քայլով բան խոստովանել են որ դա իրանց Իհարկե ծիծաղել են նույնիսկ եզակի չէ հոգնակի է այսինքն եթե դու մեղանչել ես արտարության դեմ այո ես առաջին այցանում երբ որ իմ խոսքն էի հնչեցնում ես նորից պնդեցի որ այո ովքեր արտարության դեմ մեղանչել են նրանք սրիկաներ են սրիկա բառը ընդհանրապես սուր կարող է նշանակում հերոսակ Ճղճիմը փոքրոքի, դրանք նույնիսկ վիրավորանք չեն համարվում, եթե մենք ստուգաբանենք արմատական բառարանով։ Այսինքն հոգնակի հնչեցված եւ այդ հսկայական տուգանքը, որ գիտեք չէ, նույնիսկ այդ չափը չէր հետաքրքրում։ Ես վերաքննիչ բողոք ներկայացրեցի, որը մերժվեց եւ նորից նույնը թողեց վճիռը։ Հիմա վճիռապետ եմ ներկայացրել Եվ այստեղ հիմնականում ինչի վրա եմ խոսքը դրել, որ ընդհանրապես հասարակությունը երբ զարգանում է, հասարակական հարաբերությունները կարգավորելու համար օրենքի իրավունքի զարգացում է տեղի ունենում ի նպաստ մարդու, այսինքն հումանիստական պետք է ի նպաստ մարդու պետք է լինի։ Այսօր աշխարհը մեր իրականությունը փոխվել է։ Նորմեր, օրենքներ կան, որոնք արդեն պիտի զարգացում ունենան։ Ես դա չէի կարող ասենք, ինչպես ասեմ 1918 թվականին ենթադրենք իսկ 2018-ից հետո ես հիասթափված տեսնելով հիասթափված ոչ թե ես հանձնվել էի կամ ընկրկել էի այլ ես զգացի որ ժողովուրդը որը ոտքի է կանգնել ինքը չի պատկերացնում ինչի է դուրս եկել մեծ մասը այն որ դու դուրս ես գալիս կարևորվում ես բայց անձերի դեմ էր այդ ամենը ոչ թե համակարգի այսօր Շատ ուրախ եմ, որ գտնում եմ Պևերի շարքերում, ոչ ինչ որ ես հալածանքների եմ ենթարկվել, դա ինձ համար ոչինչ է, ես նորից շարունակելու եմ իմ պայքարը հանուն նաև արտարության, որ մի օր մեր արտարադատությունը, որ այսօր ներկայացնում է դատարանը եւ դատավորը այդ մարմինն է, որ պիտի այդ արտարությունը ցույց տա, որ ինքը գոյություն ունի, մենք պիտի կարողանանք նաև դրա համար պայքարել իրավունքներ կան, որոնց համար պայքարում ես, ոչ կյանքի կոչվեն, ոչ թե միայն պահանջում ես, այլ դու ինքդ ես պայքարում։ Ուզում եմ ասել, որ ես պայքարելու եմ։ Այո, անպայման պետք է պայքարենք եւ այդ հարցում քաղաքական դաշտում լինելը, քաղաքականությունից օտարված չլինելը կարծում եմ շատ կարեւոր է, որովհետեւ ի վերջո ամեն ինչի սկիզբը բոլոր խնդիրների սկիզբը եւ բոլոր խնդիրների լուծումը գալիս է քաղաքական վերնախավի պասիվության կամ ակտիվության շնորհիվ եւ հիմնականում ռեժիմներ ձևավորվում են այն հասարակություններում, որտեղ որ պայքարը ավելի թույլ է լինում։ Հիմա մենք ոնց որ Դատակին հաշտվել է պայմանավորված, բայց մենք պիտի միշտ կանգնած լինենք, այ որ ասում են համբերություն, դա չի նշանակում, որ ես պիտի նստեմ թախտին, սպասեմ բախտին։ Համբերությունը դա այն գործողությունն է, որ դու համբերատար պայքարում ես մինչև այդ այից բեկետը հասնես։ Այսօր արտաքին նախադրյալները ինչ կան էլ թվում է, որ շատ վատ բաներ է տեղի ունենում, բայց դա նաև մեզ համար շատ մեծ հնարավորություն է լինելու կարևորելու մեր դերը, սակայն դա կարող է շատ ցկցկվի, ուստի պետք է որ մենք ներքին քաղաքական դաշտում կարողանանք դիմանալ։ Իսկ դիմանալ դա նշանակում է որ գաղափարիդ ընտառաջ գնաս, չնահանջես, շատ քամիներ կարող են լինել, բայց ձեր ասած առաջանեն պատմությունը անցյալը մենք մեր մեջ կրում ենք որպես ռեսուրս։ Այն մտքի սենյակ կա, հա, որ ոնց որ գոցված է։ Քեզ թվում է թե դա անցյալ է դուրս չի գալու, ոչ Դա մեր ռեսուրսն է, դա մեր պահեստն է, որ հարկ եղած դեպքում քո մեջ է մտնում եւ դու
առաջ ես քայլում առանց այն այսպես բանկա, բարկա, բարձրահոտ, այսինքն դու չես ծնկում, դու չես կռանում, դու կանգուն ես, ինչպես ծառերը։ Էմմա ջան, գիտես ինչ է, հենց նոր այդ խոսքերից հետ մի եզրահանգման կա, որ միգուցե այդ սովետական միգուցե չէ, կարծում եմ հենց այտենց էլ կա, այդ սովետական տարիների ընթացքում սխալ ուսումը եւ մասնավորապես մեր պատմության, հայոց պատմության սխալ մատուցումը մեր ժողովրդին այսօր իրա ցավալի դասերն է տալիս, որը էլի փորձելու են մի որոշ ժամանակ հետո քողարկել, մեզանից թաքուն պահել, մեր գալիքսերից թաքուն պահել, որով աշխատում են մեր պետության դեմ, մեր ժողովրդի դեմ եւ դա որպես գործիք են օգտագործում։ Եվ այս մասով իհարկե դու նաև որպես պատմության ուսուցչուհի մեծ առաքելություն ունես եւ վստահ եմ այդ քո գործը պատվով անում ես եւ մեր հայոց պատմությունը մանավանդ վերջին մի քանի 100 տարիների պատմությունը ավելի դյուրեղացված մատուցելու քաղաքականություն պետք է տարվի, ոչ թե ուղղակի ուշադրություն դարձվի, այլ քաղաքական մակարդակով պետք է դա մտածողություն պետք է զարգացվի։ Երբ որ դու մտածող ես, դու ինքդ գտնում ես այդ բանաձևերը։ Այսօր հեղեղված է ինտերնետը։ Մենակ ասենք, այսպես չէ, որ ասեմ, տեսեք օրինակ դասագիրքներ, չէ՞, առաջին ձևաչափը, դասագրքի տեսքով էր դպրոց մտնում։ Այսօր ինֆորմացիոն աղբյուրները շատ կան, սկսն աղբյուրներ կարող ես նույնիսկ։ Ուղղակի դու պիտի կարողանաս մարդուն մտածողություն տալ, որ ինքը մտածի, որ պատճառահետևանքային այդ կապերը դուրս բերի, որ ինքը տարբեր տեսանկյուններով նայի փաստին, ոչ թե վերարտադրի փաստերը, այլ այդ փաստերից այդ մտածողությունը, որ զարգացնում ես, ինչ որ մի մակարդակից դուրս գալիս, որ դու արդեն տեսնում ես, թե սրանից հետո ինչ է գալու, ինչպես դիմագրավել, բայց դրա համար նաև համախմբում է պետք։ Համախմբվում է այդ խմորիչի դերը բևեռն է կատարելու։ Ես իրեն միշտ տեսնում եմ սեր մնացանի տեսքով, խմորիչի տեսքով, մեկ էլ են բան կա, չէ, քլորի հատիկ կա, որ նույնիսկ են կեղտոտ ջրավազանը մաքրում է։ Միայն թե մենք կարողանանք մեր ժողովրդին այդ առանցքը ողնաշար, այդ պատմությունը ողնաշար է։ Պատմությունը ովքեր որ ասում են հրաժարվեք ձեր պատմությունից, դա նույնն է, որ դու լինես անողնաշար։ Այդ պատմությունն է, որ քեզ ուղիղ քայլեր է տալիս։ Այսօր մենք պիտի առաջի հեշտին մեր պատմությունը չուրանանք, որ մեջ ենք կրում։ Եվ դրա համար մտածողություն է պետք, ելի եմ կրկնում։ Մարդը խոսում է իր երազանքներից, ասում է, բայց ինքը նաև պիտի մտածի, թե ինչ ձևով, յուրաքանչյուրս պիտի դա անենք։ Միգուցե մեր միջից էլ հենց այդ առաջնորդը ծնվելու է։ Այսօր կան առաջնորդներ, որոնց ձայնը լռեցնում են։ Եթե դուք պատկերացրեք Բևերի մեդիան, ասենք, այսօր մենք ամեն ինչ անում ենք, որ գոնե մեդիան կարողանա այդ միտքը տարածել, իսկ դրա համար ֆինանսներ են պետք։ Այսօր սպյուրքահայությունը այն ռեսուրսն է, որը նաև մտավոր ռեսուրսն է, որը ապականված չէ։ Ես միշտ հիշում եմ երկու Գերմանիաների, որ արևմտյան ազդեցության տակ գտնվող Գերմանիան փորձեց ազատել է մյուս Գերմանացիներին, որտեղ մենք օկուպացված ոնց որ լինենք։ Այսօր ավելի են ժողովրդավարական թենասյուները, այսպես խարխլում, որ մարդկանց միջից ուղղակի դրանք բառեր են, ինչպես սովետական շրջանում կար, չէ՞, ասենք գրվում էր մի բան, որ կյանքում դու դա չէիր կարող իրականացնել։ Մենք նախ պիտի էլիտան մտավորականությունը, մենք Բևերը մեծ առաքելություն ունի։ Հենց ինքը այդ էլիտան ստեղծող կորիզն է լինելու։ Այդ միտքը, որ մեր տարածում է, չէ, այսօր խոսում են այնպիսի բաներից, որ առաջ մեզ նայում են չռված աչքերով, տեղ է հասել, անպայման դա զտվելու է, զատվելու է ու էլիտա ձևավորվելու է։ Երևի թե դիսկոմֆորտ, այս շատ ծանր վիճակն է նաև հունը բացելու, այն որ անբարում ես ջուրը, հետո այսպես հունը գտնում է, չէ, փագի, դու ինչ կան ուզում ես փագի, ինքը հունը գտնելու է։
անպայման։ Ճիշտ է, ասենք ես մի քիչ այսպես վատ բան եմ ասում, բայց երբ որ քո այդ շրջանը ավարտվում է, որ քեզ գիտես ինչ խոսքեր են ասում, որ դու հանգիստ լինես, դու ուզում ես լսել մյուսի խոսքերը, որ հանգիստ ննջում ես լետարգիական քնի պես, տեսնում ես, բայց իր ասածին ես հավատում։ Եվ մենք, որ միշտ դա ասել եմ, զարթուցիչի դեր ենք կատարում, այսօր զարթուցիչը ինձ արթնացրեց, որ ես շուտ պիտի արթնանամ, ես ինչ կանել սիրով էի սպասվում, որ այս հարթակում եմ լինելու եւ ձեզ հետ զրուցելու եմ, բայց մի պահ ասենք, որ ոնց որ ուզում ես քնես, չզարթնես։ Մենք զարթուցիչ ենք նաեւ, մենք զանգահազանգ ենք լինելու նաեւ։ Գիտեք, ամեն ինչից զատ ոգին ու հավատը մարդու համար շատ կարևոր են, շատ ներշնչող են։ Ես իմ հայրենակիցներին ամեն առավոտ ես լույսի հետ միշտ ուզում եմ, որ այդ լույսը, այդ մարդու մտքի այդ մակարդակը ավելի բարձրանա եւ իրենք տեսնեն ինչ է լինում, իրական տեսնեն, ոչ թե լսելով։ Ու կլինի դա։ Գիտեք, կլինի հաստատ, այդ էլիտան կլինի եւ ժողովուրդը վստահելով անպայման իրեն հետևից կլինի։ Սպասում էին ընտրություններից հետո քար լռություններ, ելի եմ կրկնում, են ճիճներ, ճիճը, քեզ թվում է, թե էդ է, հա, պորտկալու է, ու ինչ տեղի ունեցավ, ոնց որ նորի կորկնություն, մարդը արդեն ընտրություններով չի հավատում, որ ինչ-որ բանի կարելի է հասնել, այսինքն ինքը այլևս չի հավատում դրան, ինքը գիտի, բայց նրան ուժ է պետք, այդ դու պետք ես, որ իրան ոգևորես, ճիշտ է, ոգի պիտի տաս անպայման։ Ինձ քո օպտիմիզմը ինչպես միշտ շատ ոգևորում է Էմմա ջան, բայց գիտես ինչ, ես մի քիչ իմ բնավորություն ունենա, որ ես հենց որ լավ բան է լինում, որ փորձում եմ ոչ թե դրան ոգևորվել, այլ ճիշտն է ոնց որ վատ բան է լինում, դրանից չեմ վհատվում, այլ sense ինչ որ միջանկյալ դիրք եմ ընդունում, փորձելով այդ ամեն ինչի մեջ ինչ-որ հավասարակշռում տեսնել, էլի, միանգամից եմ ոգևորվում, հիմա քեզ մի հատ sense հարց եմ ուզում տամ, տես, դու այդ որ ասում ես պետք է ինչ-որ խթան լինի, ինչ ես կարծում, միգուցե ինչ-որ մի մեր համար դեռևս չբացահայտված ինչ-որ մի բան պետք է գտնենք մենք ազգային ժողովրդական բևեռով, որը այդ զարթուցիչի դերը կատարի, որովհետև ռեժիմը այսօր հետևողական կերպով ինքը այդ թմրեցնող գործառույթն է իրականացնում ժողովրդին տարբեր միջոցներով, թե պրոպագանդայով, թե ստերով, փորձում է խաբի ստիպի հարմարվել այս վիճակին, ընդունել այս կքված վիճակը, ես որտեղ ինքս էլ միշտ փնտրում եմ մտորումների մեջ ինչ կարող է տրիգեր լինի, ինչ կարող է այդ կայծը լինի, որ ազատության պորտկումը իրականացնի մեր ժողովրդի մեջ այդ նոր ալիքը գա, որովհետև այս 18 թվի այսպես կոչված հեղափոխությունը, որը բնականաբար մեծ հիասթափությունների բերեց այս պատերազմի պարտությունից հետո, ոչ թե պարզապես հերթական պարտություն էր պատերազմում, այլ ուղղակի մեծ հույսերի կործանում էր եւ դա կարծում եմ նաեւ մտածված բան էր, այլ էին հաշվարկել, որ դա շատ աշխատող գործիք կարող լինի, այլևս մեկընդմիշտ հայ ժողովրդին կոտրելու առումով։ Դրա համար ես անընդհատ մտածում եմ ու հիմա ոնց որ երկու մտածող բևեռականներ, այսպես ասած, իրար կիսվենք իրար հետ, ինչ է քո կարծիքով լինի, դու մտածում ես ինքդ այդպես մտորումներ ունենում ես, ինչ կարելի է անել, ինչ միջոցներով կարելի է զարթնացնել ժողովրդին։
Հիմա պատկերացրեք, ես նոր ասացի, որ հայ ազգը միայն այս պահին Հայաստանում ապրողը չէ, նաև սփյուռքն է, օրինակ մտքի տարածումը չպետք է դատարենք, որ պահը կա մենք պատրաստ լինենք։ Երբ որ դու միտքը հասունացնում ես, այդ պահը գալու է, երբ որ այն չոր տեսնելու է ժողովուրդը, որ առևտուր է քաղաքական, հեշտական առևտուրն է տեղի ունեցել Ռուսաստանի կողմից, այսօր որ նույնիսկ Ռուսաստանի հանդեպ էս ամենը արվում է, որպեսի քեզ էլ ելք չթողնեն, մեկ է դու նայում ես, ասում ես, վայ, կարող է այս Թուրքիայի, թուրքամետ ուժերը մի կողմից են աշխատում, մյուս կողմից ռուսական են, սևացնում են, Ռուսաստանի առևտուր է արել։ Մենք իրեն ավարն ենք եղել։ Մենք իրեն ավարն ենք եղել եւ ինքը իր ավարի հետ վարվում է այնպես, ինչպես ուզում է։ Ժողովուրդը դա տեսնելու է չոր առևտրի վիճակ, ինչպես որ ասենք արցախցին իր կաշվի վերահսկած, թե ինչ էր կատարվում։ Երբ որ այդ պահը գա ու միտքը հասուն լինի, այսինքն ես պաշարը ունեմ, ռեսուրսը ունեմ, ու այդ պահին ես անպայման, գիտեք, երբ պատերազմ էր, ես հիշում եմ, որ մարդիկ մեզ թվում է թե սասնածռերի մոռացել են կամ բոլոր սասնածռերին էին փնտրում, ինչու։ Իմ շրջապատում բոլոր ուզում էին, որ սասնածռերի մոտ լինեին։ Այսինքն իրենք գիտեն, այն սրտի, այն ճշմարտախոս մարդուն, բոլորը գիտեն, կարող է այս պահին իրենք կողքը չեն կանգնում, վտանգված են իրենց զգում կամ մեկ այլ գործոն է լինելու։ Ուղղակի մենք չպետք է դատարենք մեր մեդիայով, մեր լոբինգով, այ սփյուռքահայությունը հենց ինքը պիտի լոբինգով զբաղվի։ Ամենտեղ այդ ճշմարտությունը պիտի կարողանա մի փոքրիկ ճշմարտությունը մեծ խավար է ցելում։ Մենք չպետք է դատարենք մեր առաքելությունը կատարելուց, հա, իդեպ օգտվելով առիթից ասեմ, որ օգոստոսի 16-ին ազգային ժողովրդավարական ՊՎՌ Արագած լեռ է բարձրանում եւ դա լոկ լեռ բարձրանալի չէ։ Արագածը ինքնին շատ մեծ էներգետիկա ունի եւ որից հետո նաեւ ովքեր որ շատ հարցեր ունեն, ուզում են շատ հարցերի պատասխաններ իմանալ, կարող են միանալ, հաղթահարել այդ բարձունք, իսկ հետո ստանալ իրենց հարցերի սպառիչ պատասխանները։ Բևերը միշտ ունի իր պատասխանը։ Ինքը ճիշտն է ասում։ Սուդն է, որ վկաների կարիք ունի։ Մենք վկաների կարիք չունենք, մենք ճշմարտությունը ասում ենք ու միշտ պիտի կրկնենք, պատրաստենք այն էլիտային, որը դառնալու է առաջնորդ, որին ժողովուրդը ի վերջո Արագածով սկսենք, հաջորդը Արարատը։ Իհարկե, մեծ երազանքներից ոչ պիտի հրաժարվենք, ժամանակին Շիրակածն աշխարհացույցը երբ կազմում էր, պետականություն չունենք, ինքը իր մեր հայրենիքի սահմանները գծում էր ասելով, որ դու երբեք որպես հայ չմոռանաս ով ես, ում ժառանգն ես եւ քո տունը որն է։ Քո տունը հայկական լեռնաշխարհն է։ Եվ մենք դա մեր մեջ ենք կրում, ոնց որ վարտից իրեն գույնը չես կարող քերել, այդպես էլ մեզանից չես կարող զատել։ Այո, իհարկե, այսօր ինֆորմացիոն դաշտը կարող է մարդկանց շատ խապեյության նոր նշեցի, չէ՞, զգայական սենսուալիզմ կա, որ հենց այդ լսելով մարդկանց լսելու է հրապարակի կուրկը, տանում է ճշմարտությունից հեռու, բայց դա չի նշան, որ ճշմարտությունը չկա։ Մենք բարձրացնելու ենք միշտ եւ վստահ եմ, որ այդ ձայնը կյանքի է կոչվելու։ Մարդիկ դարերով պայքարել են, Արաջան։ Դարերով մի հատ իրավունքի համար պայքարել են, որ կյանքի կոչվել։ Դա կյանքի կոչեն։ Այսօր պիտի մենք այդ համբերությունը ունենանք եւ սպասենք այդ արդյունքին։ Իսկ արդյունք անպայման լինում է։ Մենք պիտի մարտահրավերներին պատրաստ լինենք։ Լինելու է, պահը արագացնելու է։ Ժայթքումը լինելու է արտաքին քաղաքական դաշտից։ Արտաքին քաղաքական դաշտից, բայց ներքին նախադրյալը պիտի լինի։ Դու չպիտի նստես, սպասես ինչ-որ մեկը դա քո փոխարեն անի։ Ինքը քեզ համար հնարավորություն է տալիս։ Հնարավորություններ շատ կան։ Այսպես լավ հնարավորություններ ոչ մի անգամ չենք ունեցել։ Նույնիսկ երբ որ առաջին հանրապետությունն էր ստեղծվում, այս հնարավորությունները չկան, որովհետև այն ժամանակ, ասենք, բոլշևիկներն էին, որ տարածաշրջանում մեծամասնություն կազմեցին եւ կարողացան օկուպացնել մեր երկիրը, իսկ արևմտյան դաշնակիցները
հեռանում էին տարածաշրջանից։ Այսօր աշխարհաքաղաքական կարգը լինելու է, այդ համակարգը չի լինելու, բայց մենք այդ ժամանակին պետք է դիմանանք, տոկուն լինենք եւ դիմանանք։ Այո, ես հենց ուզում էի մի դրվագով էլ դրան անդրադառնանք, բոլշևիկներից խոսացիր, Էմմա ջան, տես այսօր տենց էլի մտորում էի քաղաքական թեմաներով ու ման ոնց որ ակամա մտքով եկա այն բանին, որ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև մեր օրերը Հայաստանը դե յուրե եղել է պետություն, բայց դե ֆակտո կցորդի նման կպած է եղել Ռուսաստանից, որը չի ունեցել ոչ ղեկ, ոչ էլ մի բնականաբար վարորդի դերակատարներ են եղել, ովքեր ներկայացել են ժողովրդին որպես վարորդ, եւ ասել են, որ մենք ենք սա մեքենա է, սա այլ չի, սա կաշակ չի, սա մեքենա է, մենք տանում ենք ձեզ, որ պետք է, բայց իրականում այդ լոկոմոտիվ հանդիսացող Ռուսաստանը իր դրածոներին ասել է դուք մեր փոխից կգաք այնտեղ, որտեղ որ մենք ձեզ կտանենք, դուք էլ ժողովրդի խաբեք, թե դուք անկախ պետություն եք։ Այ հիմա կարծես թե ինչ որ հեղափոխություններ են տեղի ունենում Ռուսաստանում, քաղաքական դաշտում եւ շատ ծանր վիճակներ է, մենք հասկանում ենք, որ գոնե առնվազն նրանց խոսացածը եթե դնենք կողմ եւ այդ ծափող ջույները, այդ դեմքի արտահայտությունները, որ տեսնում ենք, թե ոնց են իրենց համագումարները անցկացնում, արդեն խոսում փաստեր են, թե ինչ ճգնաժամային վիճակ է իրենց երկրում։ Հիմա այս ամենից հետո նախ ինչ զուգահեռներ տանես դու այսօրվա եւ նախորդ տարի սկզբի հետ կապված եւ ինչ դրական փոփոխություններ կարան լինեն այս մեր առաջկա մի քանի տարիների ընթացքում։ Նախ ամեն բացված դուր չէ, որ ճիշտ ուղղությամբ է տանում։ Այսօր կարող է մի դուռը փակում են եւ մյուս դրան տեղն են ցույց տալիս եւ քեզ թվում է, որ եթե բաց դուռ է, ուրեմն դա տանում է ճիշտ ճանապարհ։ Ոչ, նույնիսկ այն հին ժամանակներում մինչև հասնեն այն բարձրակետին մի հատ կար դավադիրների համար ճանապարհ, մի հատ էլ ճիշտ ճանապարհներ։ Երբ որ դու այդ դռնով գնում ես, քեզ բռնում են դավադրությամբ։ Դու գիտես, թե դա է ճիշտը։ Բայց իրականում դա հենց դրա համար էր նախատեսված, որ քո իրական միտքը ցույց տային։ Եթե 100 տարի առաջ հակառակն էր լինում, օրինակ ռուս-թուրքական օկուպացիան տեղի ունեցավ 1920 թվականին, որտեղ հայ ժողովուրդը նաև կան այսօր արխիվային շատ նյութեր, հրամաններ, որոնք տրվել են, որ եթե դու այս թուրքը մեր եղբայր թուրքն է, եկել է փրկելու, նախ այդ ինֆորմացիան էր գնում, սրանք լավ թուրքերն են եւ մեզ օգուտ են բերում, սա այն բաց դուռներ էլի, պատկերացնում եք, որ դու ասեիր, որ եթե սա պատնեշ է, ուրեմն այս դռնով կարելի անցնել եւ տեղ հասնել։ Ոչ։ Այդ դեպքում Ռուսաստանը օկուպացիայի ենթարկեց Թուրքիայի հետ եւ ինքը փրկեց Թուրքիային կործանումից։ Թուրքիան Սևրի պայմանագրով այդ կայսրությունը չկար։ Ով օգնեց Ռուսաստանը օգնեց Թուրքիային եւ այդ չպայմանագիր Մոսկվայի պայմանագրով 1921 թվականին, դերևս 1918-ի Բրեստ-Լիտովսկի պայմանագրով ինքը դրանք բոլորը արդեն տվել էր Թուրքիային, ուղղակի երբ առաջին աշխարհամարտը ավարտվեց, ուժը կորցրեց Բրեստ-Լիտովսկը եւ Սևրը եղավ, որից հետո իրենք օկուպացրեցին Հայաստանը։ Ու դու տեսնելով որ շատերը այսօր ասում են, գիտեք ինչ կա, կամ ասում են Ալեքսանդրապոլի պայմանագիր են բերում։ Ախր տեսեք հիմա սա է, որ մակերեսային ներկայացնում են, ոչ մեկ չի ասում, թե հələ բեր ես այդ հոդվածները նայեմ Ալեքսանդրապոլի, կամ ինչի դա այդ պայմանագիրը թե յուրե ընդունելի չէ, կամ եւ այլն։ Այսինքն իրենք դիվիդենդներ են հավաքում։
իրենց այդ խոսույթով։ Այն ժամանակ մեզ ցույց տվեցին, որ եթե դու Ռուսաստանի գիրկը չնետվես, ուրեմն դու ընդհանրապես կվերջանա։ Բաց դուրը Ռուսաստանն էր։ Փակել էին այն կողմ, Արևմտյան Հայաստանը տվել էին, թուրքերը գրավել էին, քեզ օկուպացրել էին, առաջին հանրապետությունը, եթե տեսեք, այդ բան արժեքներ ստեղծել էր, որ մենք 1921 թվականի փետրվարյան ապստամբություն ունեցանք եւ պահեցինք այս Հայաստանը պայքարով։ Էթնիկ զտում էր եղել այնտեղ, չէ՞։ Հիմա նույն բանը չի կատարվում։ Մեր դարերով պապանված Արցախը էթնիկ զտման է ենթարկվում։ Դրանից վտանգ կա, որ ինչ կարող է լինել։ Ու այսօր մենք ելի ենք հնարավորություն ունենք այդ փոփոխվելու է համակարգը, ասում եմ աշխարհը նոր աշխարհակարգ է ստեղծում։ Այդ աշխարհակարգում այդ համակարգերը չեն լինելու։ Ինչպես։ Որ ընդհատում եմ, հա, կներես որ ընդհատում եմ։ Հիմա մի հատ հարց ունեմ այդ համատեքստում։ Այ դու նշեցի, որ Ռուսաստանը փկեց Թուրքիային։ Գուցե հիմա էլ Թուրքիայի հերթն է։ Իրար մեջ պայմանավորվել են, որ Թուրքիան պետք է իր հերթին բրկի Ռուսաստանին։ Ըստ իս առևտուրն է հետական գնացել։ Առևտուրը իրենց մեծ շահերի համար։ Հայաստանը, Կովկասը ընդհանրապես, ոչ միայն Հայաստանը, այդ երկու այսպես կոչված ավազակ պետությունների իրույթում մնալու խնդիրն է լուծվում։ Հիմա գուցե Թուրքիան պարտավորված է այդ նույն բանը անել, հատուցել այն ժամանակ ոնց որ Ռուսաստանը լավություն փրկել, այո։ Հիմա ինչ վտանգներ կան, միգուցե որովհետև մենք գիտենք այսօրվա իշխանությունները կոնկրետ թուրքական քաղաքականությունը, թուրքահպատակ, թուրքավետ քաղաքականություն են վարում եւ պատահական չի որ մենք սպառնալիքները տեսնենք, այդ դուրը իբր բաց դուրը դա է, եթե ոչ տեսեք ամեն ինչ մենք ներկայացնում, մենք ավելի լավ է այն որ ասում եք պայքարով կանգնես նայես էլի արդյունք կլինի, քան դանդաղ ամեն անգամ դանդաղ Վերջերս Արա Պապյանը շատ լավ հոդված էր դրել, ես կարդացի եւ նորից եմ ուզում կարդալ, որ այսպես ավելի խոր կային հասկանամ։ Արա Պապյանը սկզբում ցույց է տալիս իր հոդվածի մեջ, թե ինչքան հնարավորություններ են բացվում։ Այդ նույն Թուրքիայի դեմ կամ պետություններ, այսօր Կիպրոսի հարցն է, Հունաստանն է, Ֆրանսիան է, Իսրայելն է, որ հակաթուրքական պայքար են սկսելու եւ դա մեծ հնարավորություն է, բայց մենք չպետք է սպասենք դրան։ Մենք պիտի մնանք նախ ողջ, դիմանանք, մեր քաղաքական այս վիճակը մեզ չպետք է ծավալի։ Այդ մեր կանգուն լինելը պիտի լինի, որ այդ պահը գա, ներքին նախադրյալը լինի։ Եղել է, չէ՞, որ արտաքին պոլիտիկները եղել են, բայց ներքին նախադրյալ չի եղել։ Ու դու այդ պետությունը չես կարողացել պահել եւ էլ ավելի ընդարձակել։ Դրա համար այսօր ելի եմ կրկնում, ազգային ժողովրդավարական բևեռի մեր խորհրդի վրա մենակ այս մեր ամբողջ ազգի խաչը դրած է։ Այդ առաքելությունը կարծես իրենց է տրված։ Դրա համար ինչի է որ մենք ենթարկվում ենք, նորմալ է դա։ Ուղղակի մենք պիտի դիմանանք, հասկանում ես, երբ որ դու քո առաքելությունը արդեն հասկացել ես որն է, էլ քեզ չկարող է այդ պահել։ Թեկուս մի բուր կորիզել մնա, այն ձեր ասած կորիզը նորից շատ է տալու։ Այդ կորիզը կա, այդ կորիզը մնալու է։ Ու այսօր մեր վրա ավելի մեծ առաքելություն կա մեդիա դաշտի վրա, որ մենք այդ ճշմարտությունը միշտ կարողանանք տարածել։ Ճիշտը, ոչ թե մանիպուլյացիան, այլ ճիշտը։ Այդ ճիշտ կան հզոր բանը, որի վերջո ինքն է հաղթում։ Օգտվելու ենք այս հնարավորությունից, մենք օգտվելու ենք։ Ես չգիտեմ էլ որտեղից է այս կամ մեծ վստահությունը հավատ գալիս, իդեպ որ դուք ասում եք ոգևորություն, ուղղակի հաշվարկը չէ, այսօր կան բաներ, որոնք հենց այդ արժեքների համար պայքարը քո ոգու հետ է կապված։ Նշտեն ասում էր զենքդ կոտրվի, ոգիդ չկոտրվի։ Կարող է դու զենք չունենաս, բայց դու այդ ոգին պահում ես, զենքն ես ստեղծում։ Այսօր մեծ հնարավորություն կա նաև չորրորդ արդյունաբերական սերունդ է ձևավորվում։ Մենք կարող ենք ազգային այս մեր կորիզը
այնպիսի գաղափարներ տարածի, որ ամեն ինչ հնարավոր է արհեստական բանականության տարում։ Ամեն ինչ է հնարավոր։ Այսինքն մենք չենք խոսում ուղղակի ոգևորություն, որը դատարկ ծնծղա է։ Ոչ, դատարկ ծնծղա չէ։ Կա իրականություն, մենք պիտի կյանքի կոչենք, մեզ տրված ի վերուս տրված այդ իրավը ճիշտ է։ Մենք ենք կյանքի կոչելու եւ միշտ պայքարելով։ Դու չես ասում այսօր պայքարեմ, վաղը լավ է, պայքարեցի, նստեցի։ Կամ ինչ եղավ, այն մուննատ գալու արվեստ է, էլի, բոլորը ինչ որ մեկից են պահանջում։ Իսկ դու ինչ ես անում։ Իսկ դու ինչ ես անում։ Ամեն օր մարդ ինքնաանդրադարձ պիտի անի։ Գիտենք ինչ իրականություն է, բոլորս այդ իրականության մեջ ենք ապրում, բայց պիտի չհանձնվել։ Ինչ բան է հարմարվողականությունը։ Դու կարող ես, ասենք, պահես քո զգոնությունը, ինքնակառավարման հասնես, բայց հարմարվել վատ է։ Ինչ որ ֆորմ ընդունել ու այդ ֆորմից դուրս չգալ այդ գաղափարից։ Ուրեմն դա դանդաղ մահ է, բայելեք։ Չի լինելու։ Մեկ հոգի թեկուզ եթե իր տիեզերքը պահում է, այդ մի հոգին դառնում է ոգևորիչ եւ նորից ծավալվում է, հավաքվում է։ Նախադեպեր պատմության մեջ շատ են եղել։ Էլի է լինելու։ Իսկ այսպես հնարավորություն մեր ազգի համար ոչ մի անգամ չի տրված։ Այսպես հնարավորություն, որ հիմա աշխարհաքաղաքական այս գործընթացները լինում են, մենք պիտի կարողանանք դրանից օգտվել ու տեսեք ես ասում եմ, չէ, ու ներքին ցանես ասում եմ, իսկ ինչպես, չէ, շատերը ասում են, հա, մենք էլ գիտենք, իսկ ինչ անենք։ Ուղղակի ամեն օր դու քո բաժին պայքարը մղես։ Դու քո բաժինը անես։ Այսօր քեզ տրված է առաքելություն ճշմարտությունը տարածելու։ Պիտի հալածվես, պիտի ամեն ինչից զրկվես։ Այսօր մենք առաջնորդներ ունենք, որ դասական օրինակ են պայքարի։ Ամոթել է, էլի, որ մենք կորցնենք մեր հավատը ոգին։ Այսօր շատ մարդիկ կան, որ նույնիսկ այդ պղտոր ջրում փորձում են ձուկ որսալ, բայց այդ ջուրը հաստատ զուլալելու է, տիղմը իջնելու է, զուլալը երևալու է, դա լինելու է, իզուր թող չփորձեն ձուկ որսալ։ Այդ կորիզը կա, այդ կորիզը մնալու է, միշտ մնալու է։ Մեկ էլ մի բան ասեմ, բևերը, այս մի հետաքրքիր բան է ստեղծել։ Ինչ կանենք մենք տարածանություն ունենք, հակասություն ունենք, իրեն հաջողվել է այդ սեր կոչվածը, որ ամեն զոհողության պատրաստ է, դա ստեղծել։ Մենք իրոք այդ համույթը կա, այդ միասնականի, այդ ոգին, այդ ճիշտ է, այդ հավատը, այդ սերը, որ դու պատրաստ ես ամեն ինչի։ Դա հաջողվել է բևերին։ Իսկ ովքեր որ ասենք հեռանում են, գալիս են, քնում են, դա է այն որ կլինիկական մահ են ապրում, ոչ մեռնում են, ոչ էլ ոչինչ։ Ես դրանց էլ եմ այսպես բանով նայում, որովհետև կարևորը կորիզը կա։ Ես շատ շնորհակալ եմ Էմարյան, այս դրական նոտաների ներկայել ուզում եմ եզրափակենք մեր այսօրվա հաղորդումը, մեր սիրելի լսարանի մեր հայրենակիցներին, ովքեր որ մեզ հետ էին հաղորդման ընթացքում, այս ուղիղ եթերի ընթացքում պետք է խնդրեմ անպայման հավանումներ դնեն, մեկնաբանություններ անեն եւ տարածեն այս եթերը, շատ դրական եթեր էր, սիրելի հայրենակիցներ, վստահ եմ բացի մի քանի ուսուցողական պատմական դասերից նաև դրական լիցք կստանաք այս հաղորդումից, իսկ մենք մեր թանկագին Էմային շնորհակալություն ասենք եւ մի շնորհ հանդիպում հաջորդ մեր եթերներում, սիրելի հայրենակիցներ, այսօրվա համար այսքանը Էմա ջան, եթե ավելացնելու մի վերջին խոսք ունես, վերջին խոսք ուզում եմ քեզ փոխանցել։ Ես եմ շնորհակալ, մեկ անգամ եւս ասում եմ, պատմությունը մենք ենք, մեր մեջ է եւ մեր անցյալը, եւ մեր ներկան, եւ մեր երազանքները։ Ուզում եմ ասել, որ մեզանից շատ բան է կախված յուրաքանչյուրից։ Եղեք հավատով, հույսով եւ թող երբեք այդ սերը ոչ մեկից չլքի մեր հայրենիքի հանդեպ, միմյանց հանդեպ վստահ լինենք, որ եթե մենք կանգ ունենք, մեզնից է սկսվում։ Սիրելի ժողովուրդ, այսպես պահեր են կանցել, այսպես դժվարությունների միջով են կանցել, բայց մենք էլի ողնաշարուղիղ կանգնել ենք։ Էլի ենք կանգնելու։ Ոչ մի մարտահրավերից սարսափելի չէ։ Այո, եթե ապրում ենք, ուրեմն պետք է պայքարով ապրենք։ Այո, դու քո ուժը զգում ես մարտահրավերից հետո։
Եվ քեզ ասում ես, ով ես դու, ուր ես գնում։ Մենք հավերժի ծաղկեցնենք։ Այսքան շնորհակալ եմ նման հնարավորություն ստեղծելու համար։ Ամենայն բարիք բոլորիս։ Մենք շնորհակալ եմ աջան, շնորհակալություն քեզ լավ որ ձեզ մոտ օրը սկսվեմ, մեզ արդեն օրը եզրափակում է։